Գրող հրապարակախոս Ռուզան Ասատրյանը գրում է. Հայ գերիները և Ալիևի հեռահար նպատակները։ Ինչու են Բաքվում հոծ բազմության ներկայությամբ դատում հայ գերիներին, ովքեր կանգնած են նվաղած, գլխիկոր և անարգված։ Իդեպ ինչպես ասել եմ Բաշար Ասադի վերաբերյալ, նույնը իրենց էլ է վերաբերվում։ Ամենայն կեղծիքներով փաթեթավորված թղթապանակներից դատավարության մասնակից ադրբեջանցիները, որոնց մեջ քիչ չեն երևի Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերի մասնակիցները, ովքեր նախապես պատրաստված երկաթե ձողերով հարձակվում էին հայկական տների վրա և գազանաբար սպանում տանտերերին։ Այդ հանցագործներից ոչ ոք չդատվեց և ցավոք սրտի հանցագործն այսօր դատում է ինքնապաշտպանության դիմաց հայերի։ Բաց դատ են անում սեփական ժողովրդին ապացուցելու, որ նրանց զավակներն անտեղի չեն զոհվել։ Երկրորդ բարձրացնում են նրանց մեջ հայատյացությունը, նախապատրաստելով գալիք պատերազմի։ Երրորդ կտանքների միջոցով նրանցից կորզելով կեղծ մատնություններ, աշխարհի առաջ փորձում են Հայաստանը ներկայացնել տերորիստական երկիր, որին հաջորդելու է Հայաստանի կապիտուլյացիան և պատժամիջոցները։ Չորրորդ Հայաստանը համարելով ֆաշիստական պետություն և հայտարարելով, որ նա վտանգ է ներկայացնում Հարավային Կովկասի երկրների համար, դիմել նոր անեքսիայի, արդարացնելով իր ռևանշիստական ծրագրերը։ Մեծ համբերություն եմ մաղթում թշնամու թակարդն ընկած Արցախի նախկին լիդերներին և իրենց ընտանիքներին։ Հասկացեք բարեկամներ, նախ և առաջ անհրաժեշտ է Արցախի հարցի թնջուկները հարթել և բարձրացնել Արցախի հայկական լինելու պատմական անարդարության խնդիրը, որով և լուծել գերության մեջ գտնվողների ազատագրման խրթին հանգույցը։ Աշխատանք պետք է տանել միջազգային հարթակներում, այլապես Ալիևը արդեն պատվիրակներ է ուղղորդում Իսրայել, որպեսզի Նաթանյահուն բարեխոսի Թրամփի մոտ իրեն նոր դաշինքների մեջ ընդգրկելու նպատակով։ Ուշանում ենք բարեկամներ, ուշանում։ 2 տարի առաջ Լեռնային Ղարաբաղում մենք տեսանք մարդկության դեմ իրականացված հանցագործություն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Մարինա Մեզուրը Եվրախորհրդարանում կազմակերպված Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները խորագրով քննարկմանը։ Ֆրանսիան ներկայացնող պատգամավորը նշել է, որ 2023-ին Եվրոպան չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանին և այսօր պետք է գործի Ադրբեջանի կողմից պահվող հայերի ազատ արձակման համար։ Նրանք պահվում և խոշտանգվում են, սակայն նրանց միակ հանցանքը իրենց ժողովրդին, իրենց հողն ու իրավունքները պաշտպանելն է։ Եթե մենք ոչինչ չանենք, ուղերձ կհղենք Ալիևին, որ նա կարող է անպատիժ շարունակել այն, ինչ անում է Հայաստանի դեմ։ Այնպես որ լռությունն այլևս ընդունելի չէ։ Մենք պետք է հստակ ազդանշան ուղարկենք. Հայաստանը միայնակ չէ։ Մենք Հայաստանի կողքին ենք ապահովելու նրա ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունքը, չվախենալով Ադրբեջանի նոր ագրեսիայից, նշել է Մեզուրը։ Այն, որ Ռուբեն Վարդանյանը բացառիկ հայրենասեր հայ մարդ է, կարծում եմ դա աքսիոմ է։ Դա արագ հաստատվեց այն բանից հետո, երբ նա թողեց բազում վայելքներով մոսկովյան հարուստ կյանքը և մեկնեց Արցախ, փորձեց իր մասնակցությամբ աշխատանքով ծառայել Արցախին և նրա ժողովրդին։ Դա սովորական որոշում չէր, ճակատագրական որոշում էր, ապրել-չապրելու գոյության հարց էր, որի ականատեսն ենք հենց այսօր։ Համոզված եմ, որ այդ որոշումը նա կայացրել է խոր վերլուծության արդյունքում, լիովին գիտակցելով դրա բոլոր հետևանքները։ Ռուբեն Վարդանյանի այդ որոշումը ոչ այլ ինչ է, քան հանուն հայրենիքի գիտակցված մահվան ինքնազոհողության գնալ։ Եվ այսօրվա իրավիճակում հայտնվելն էլ բնավ պատահականության արդյունք չէ, կամովին և գիտակցված որոշման արդյունք է, որը մահվան վտանգի սպառնալիք է ստեղծել նրա կյանքի համար։ Իրականում նա ուներ մեծ հնարավորություններ Բաքվում չհայտնվելու և Հայաստան վերադառնալու, որին չգնաց, գերադասելով մինչև վերջին պահը չդավաճանել, մենակ չթողնել ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Արցախի ժողովրդին և Բաքվում գտնվող հայ գերիներին, այլև ողջ հայ ազգի պատիվը բարձր պահելով, քանի որ այդ դատավարությունը, այսպես կոչված, ողջ հայ ազգի պատվի հարցն է։ Դա հենց այն է, որ Արցախի հայաթափումից հետո անգամ նա աշխարհին ցույց տվեց, որ Արցախը կա և ինքն իր կյանքը մինչև վերջին ակնթարթը պատրաստ է զոհաբերել հանուն Արցախի, հավատարիմ մնալով իր ուխտին, չլքելով իր Արցախ երկիրը։ Փաստացի նա իր խոստումը լիովին կատարեց և այժմ եկել է պահը, որ աշխարհասփյուր հայությունը
լծվի նրա եւ մյուս գերիների փրկության գործին, օգտագործելով բոլոր խոշոր տերությունների եւ միջազգային կառույցների ներուժը Ալիևյան լկտի բիր տանօրինական ուժի դեմ։ Զոհասեղանին այսօր դրված է ոչ միայն հայ ռազմագերիների կյանքը, այլև աշխարհը պետք է վերաբերմունք հայտնի Ալիև բռնապետի կամայական լկտի պահվածքին, որ նորը ցերեկով թքում է միջազգային արդարադատության վրա, ցուցադրելով իր անպատժելիությունն ու ամենակարողությունը։ Մարդկությունն այնքան չպետք է զարմանա 1915 թվականի հայոց ցեղասպանության իրագործումից, քանզի այն տեղի էր ունենում որոշակիորեն քողարկված, ինչպես նաև պատերազմական բարդ ժամանակաշրջանում, այլ մեր օրերում տեղի ունեցող այս բացահայտ ցինիզմից, որով խոշտանգում են հայ ռազմագերիներին, ոչ մի պատասխանատվություն չկրելով եւ թքելով ողջ մարդկության ու նրա ստեղծած միջազգային նորմերի վրա։ Մի անգամ արդեն նա արեց եւ մարսեց այդ ցինիզմը, Արցախի խաղաղ ժողովրդին սովի մատնելով եւ իր բնորանից վտարելով, հիմա իրավական մեխանիզմներով կեղծ դատավարությամբ, հրեշավոր անպատժելիությամբ մարդկանց են դատում Բաքվում, որոնց միակ մեղքն այն է, որ ցանկացել են ինքնիշխան երկրում ապրել, Ալիևի ստրուկն ու ճորտը չլինել։ Պատմության ընթացքում հայորդիները բազում հերոսություններ են կատարել եւ անձնազոհության բազմաթիվ օրինակներ գիտենք, որոնք դարձել են հայ ժողովրդի այսքան երկար գոյատևելու անկյունակարը։ Այնինչ գիտակցված արեցին Ռուբեն Վարդանյան հայը եւ մեր մյուս հայ ռազմագերիները վեր է հերոսությունից։ Այսօր եկել է պահը, որ ողջ հայությունը մի բռունցք դարձած փորձի ամենն անել նրանց Բաքվի բանտից ազատելու համար, քանզի զոհասեղանին դրված է ոչ միայն նրանց կյանքը, այլև ողջ հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։ Ուզում եմ ասել, որ Ռուբեն Վարդանյանը եւ մյուս գերիները ոչ միայն հերոսներ են, այլև նրանց կարելի է դասել սրբերի շարքը։ Սուրբը իմ պատկերացմամբ հենց այդպիսին է լինում։ Սիրելի Ռուբեն եւ մյուսներ, հիշեք, որ այդ կոչումը դուք վաստակել եք ձեր անձնազոհությամբ եւ հերոսությամբ, եւ հայ ժողովուրդը խոնարհվում է ձեր առջեւ։ Դուք մեր ազգի լուսատուներն ու հպարտությունն եք, որոնց համար ինչ էլ արվի միևնույն է քիչ է։ Ազգովին աղոթում ենք ձեզ համար, խոնարհվում ձեր առջև, ուժ եւ կորով ենք մաղթում, որ ուժեղ լինեք, քանզի ամենակարող Տերը ձեզ սպահում է իր հովանու ներքո եւ մշտապես հիշեցնում, որ առաջին հերթին հայրենիքը դուք եք։ Հայրենիքը եւ հայ ժողովուրդն անհամբեր սպասում են ձեր վերադարձին, ձեր փրկությանը։ Ապրելու, դիմանալու ամենամեծ ուժը դուք եք տալիս ձեր հայրենիքին եւ հայ ժողովրդին։ Ձեր ամուր պահվածքն օրինակ է լինելու շատերի համար եւ դեռ երկար ժամանակ։